Հարգելիներս, ինչպես տեսաք, այսօր իմ խոհանոցը շատ հարուստ է գյուղի բերք ու բարիքներով։ Ներկա պահին ես մաքրում եմ դանդուրը, որպեսզի թթու դնեմ, եւ այսպես ես առանձնացրել եմ դանդուրի ցողունները, քանի որ տերևները մի փոքր կոշտացած էին, եւ հեռացրել եմ իր սերմերը։ Ես չեմ սիրում, երբ թթուն վայելելիս սերմերը ատամի տակ են ընկնում։ Ահա հարգելիներս, ներկա պահին էլ թարմ դանդուրի տերևներով ամառային աղցան եմ պատրաստում։ Եվ այսպիսով մեր աղցանը պատրաստ է։ Ես արևած աղիկի ձիթայուղ եմ ավելացրել 1 ճաշիկ թալխնձորի քացախ եւ աղ եւ մեծ բարի ախորժակ։ Նախապես կեղևահան արած լոլիկներով կպատրաստեմ ձվածեղ եւ կավելացնեմ մի փոքր կարմիր պղպեղ։ Ասեմ, որ կարմիր պղպեղը ավելի է ընդգծում լոլիկով ձվածեղի կարմիր երանգը։ Ասեմ, որ լոլիկով ձվածեղին ես նախընտրում եմ ավելացնել մի փոքր ռեհան, կլինի թարմ, թե չորացրած։ Եվ այսպիսով մեր դանդուրի ցողունների վրա ես աղաջուր ավելացրեցի, սննդային թաղանթով ծածկեցի եւ կուղարկեմ սառնարան 2-3 օրով։ Հարգելիներս, այս տեսանյութում ձեզ ներկայացրեցի, թե որքան զանազան եւ բազմազան ուտեստներ կարելի է պատրաստել գյուղ մթերքներից։ Ահա մեր դանդուրի ցողուններով թթուն է, շատ ընտիր է ստացվել։ Այստեղ դանդուրի մարինադն է, որը մարինացրել եմ բազուկի ջրի մեջ։ Մեզ մնում է համեղ խաշլամայի մսով համտես անենք, վայելենք։ Մեզ բարի ախորժակ, ձեզ բարի դիտում։ Դուք էլ պատրաստեք եւ մատուցեք սիրով։